Արմավիրի թեմի հոգևորականներից օգնող չկար, որ թեմի հաշվապահն է ուղեկցում օգնում պատարագի շտապող Սիոն arczepiskopոսին, հարցնում է արմավիրցին Նարեկ Ղևոնդյանը։ Միանշանակ թեմի քահանաները հրաժարվել են, այլ մկրտիչը օգնեց ուրեմն պատարագի ժամանակ Սիոն Սրբազանին, ուրեմն այս պայմանությամբ արմավիրի թեմից միայն մի քահանա գտնվեց, ով միացավ այդ ամենին, դա տեր մկրտիչն էր, մնացած քահանաները առնվազն այս պայմանությամբ բացարձակ ոչ մի աջակցություն ցույց չեն տալիս, ուրեմն այս հակաեկեղեցական արշավին։ Հայաստանի վարչապետի հոգևոր կյանքը փորձության առջև է կանգնեցնում եկեղեցու տարբեր թեմերի քահանաներին։ Արդեն հստակ է Փաշինյանի մասնակցության պատարագների համար պետք է գտնել այնպիսի քահանա, որ կհամաձայնի աղոթքի տեքստից չեզոքացնել վեհափառի անունը։ Նարեկ Ղևոնդյանի տեղեկությամբ այս թեմի քահանաների մեծ մասը հրաժարվել է դա անել, ինչպես Գյումրիում էր, եւ խորան է բարձրացել Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն arczepiskopոսը։ Ես որոշել եմ ինքս անելով, ոչ, բոլորը համաձայն են եղել։ Սիոն Սրբազանն ինքը հերքում է քահանաները բոլորն էլ համաձայնել են շրջանցել Գարեգին II անունը, ուղղակի ինքն է պատարագել, սակայն թեմի քահանաներից Տեր Տաճատն օրինակ հստակ հայտարարել էր ուխտին ու վեհափառին հավատարիմ է։ Սիոն Սրբազանը նաև չի հստակեցնում ինչու է նրան օգնողը նույն Տեր Մկրտիչ քահանան, ոչ թե թեմի ավելի քան 20 մյուս հոգևորականներից մեկը։ Տեր Մկրտիչն էր նախորդ կիրակի Արմավիրից Շիրակ 7 վերք հասել Փաշինյանի մասնակցությամբ պատարագը մատուցելու համար։ Եվ մեր ոգի ծնոտության մեջ է, որովհետև եկեղեցի պետություն այս համերաշխության գրավական մեր ժողովրդի հաջողության ուղին է։ Կարող է լինել Սիոն Սրբազանը պատարագի ավարտի խոսքում մի քանի անգամ դիմում է սիրելի վարչապետին, ուրախ է, ավելին ցնծում է, որ ղեկավարությունն է եկեղեցում։ Այս arczepiskopոսը վեհափառին հանգստյան ուղարկող 10 միաբաններից մեկն է։ Ամիսներ առաջ նրա ծիծաղն էր գալիս, երբ կաթողիկոսին հեռացնելու գործն սկսեց իշխանական թիմը։ Վեհափառ հայրապետը արդեն քանի թե նախագահներ, թե վարչապետներ են փոխել եւ ինքը դեռ իր գահին բազմած է։ Մայրաթորի 56 միաբաններից առայժմ 10 են, որ վեհափառի հրաժարականն են պահանջում։ Նրանց թվում է նաև Արցախի թեմի առաջնորդ Վրդանես եպիսկոպոսը։ Արցախցիները սկզբում անակնկալի եկան։ Թեմական խորհուրդը Վրդանես Սրբազանի քայլը դատապարտեց, այժմ էլ քաղաքասարակության մի խումբ անդամներ բաց նամակ են հղել վեհափառին։ Խիստ մտահոգիչ եւ անասելի վիրավորական էր բոլորիս համար տեսնել, թե ինչպես է Վրդանես եպիսկոպոս Աբրահամյանը խախտելով մեր Սուրբ եկեղեցու օրենքները փաստացի ըմբոստացել ազգընտիր եւ օծյալ ամենայն հայոց հայրապետի դեմ, ով մշտապես իր անքակտելի ուշադրության կենտրոնում է պահել ու պահում Արցախ աշխարհի եւ Արցախահայության խնդիրները, հանդես գալով մեր իրավունքների պաշտպանության կարեւորագույն նախաձեռնություններով, այդ թվում միջազգային հարթակներում։ Արցախի հայոց թեմը դավաճանված է, խնդրում ենք փոխել Արցախի թեմի առաջնորդին։ Վեհափառին են դիմում արցախյան ավելի քան 20 կազմակերպությունների ներկայացուցիչներ, զինվորի կողքին կազմակերպությունից մինչև Արցախի խառը մենամարտերի ֆեդերացիա։ Մայրաթորից խնդրագրին դեռ չեն արձագանքել։ Ոչ մի օր առանց հոգևոր նորոգման օրակարգն առաջ մղելու Հայաստանի վարչապետը ճանապարհային քարտեզ էր հրապարակել, կաթողիկոսը հեռանում է, տեղապահ են նշանակում ու անցնում նոր կանոնադրությանը։ Այսօր ըստ էության Հայաստանի Հանրապետությունում հոգևորականի բարեվարկության կանոններ գոյություն չունեն, այսինքն մենք չգիտենք, թե համաձայն եկեղեցու կարգի հոգևորականը իր ամենօրյա գործունեության եւ կյանքի մեջ ինչպիսի չափանիշների պետք է համապատասխանի։ Եկեղեցու ապաքաղաքական լինելու անհրաժեշտությունը նույնպես ըստ Փաշինյանի պիտի ֆիքսվի կանոնադրությամբ։ Այս առումով նա իր դժգոհությունը նաև գերմանական հանդիպումներում է հայտնել։ Հոգևոր թեմաներով չեն խոսում հոգևորականները, քաղաքական քարոզ են անում, ասել է Փաշինյանը։ Դարձել են քաղաքական կուսակցություն, ինչը բացարձակապես անընդունելի եւ անթույլատրելի է, եւ այդ ընկալումն էլ կա։ Եվ այն օրվա այդ դրվագը ես չգիտեի, ինձ բերեցին ցույց տվեցին, որ եկեղեցու գործող ղեկավարը օթանավականում դուրս է գալիս, ասում է կոչերով հանդես են եկել, որ եկեք բան դիմավորենք եւ այլն, դուրս է գալիս, ասում է բա ուր է ժողովուրդը։ Ի ժողովուրդ չկա ժողովուրդ։ Ուր է ժողովուրդը, շուրջ 10 օր է իշխանական թիմն ու կարգալույց քահանաները կաթողիկոսի այս խոսքն են շրջանառում։ Ուր է ժողովուրդը։ Հետևի մասը։
Ետևում է, այս Շահարկումներ են ըստ Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրենի։ Տեր Եսայի քահանան նախընդգծում է վեհապարին օդանավակայանում դիմավորելու համար մարդիկ ինքնաբուխ էին եկել, կազմակերպված ոչինչ չկար։ Իսկ կաթողիկոսը ուր է ժողովուրդը հարցով փորձում էր հասկանալ, թե դեպի որ կողմը դիրքավորվի խոսքն ուղղելու համար։ Դա պարզապես տեխնիկական ճշտում էր, որ համախմբվածներին իր օրհնությունը փոխանցելու համար ընդամենը։ Հետևաբար մնացած բոլոր շահարկումները ընդամենը մանիպուլյացիա են։ Ես պետք է ժողովրդին խոսք ունենամ։ Չեմ կարող ես մեջքով ժողովրդին կանգնած խոսք ունենալ։